Խնդրեմ կներկայացնեք ինչպես ցուցաբերական փոխվարչապետի հետ հանդիպումը։ Տեսեք, արդեն թվով երրորդ անգամ ենք հանդիպում փոխվարչապետի հետ։ Ներկայացրել ենք մեր բոլոր առաջարկությունները։ Այսօր ցավոք սրտի մեր այն հիմնավոր փաստարկները չի ընդունվել ավելի երկարաժամկետ լուծումներ տալու համար։ Իրենց կողմից եւս եղել են առաջարկներ, բնականաբար մենք չենք ընդունել, բայց համաձայնության եզրեր այնուամենայնիվ եղել են, որոնց մասին կուզեմ հանրայնացնել եւ մեր քաղաքացիները իրենց դիրքորոշումը կասեն այդ մասով։ Ուրեմն կառավարությունը պատրաստ է Եվս 2 ամսով երկարաձգել 40,000 դրամ աջակցությունը, այսինքն հետ քայլ կարելի ասել եղել է մասնակի 50,000 դրամ աջակցության ծրագրի մասին խոսք լինել չի կարող, միայն 40,000 դրամ յուրաքանչյուր անձի համար։ Զուգահեռ պատրաստ են ձևավորել մասնագիտական խմբերը, կքննարկենք սոցիալական ծրագրի վերաբերյալ հարցեր, բնակարանային ծրագրի վերաբերյալ բոլոր հարցերն ու դիտարկումները նրանք պատրաստ են, իհարկե ընդունել են, որ ձախողված է ծրագիրը, փաստերը ներկայացրել ենք թվերի տեսքով եւ իհարկե պատմամշակութային ժառանգության մասով, որը եւս արտաքին քաղաքականության վեկտոր է պահանջում, այդ մասով եւս իրենք պատրաստ են։ Ցավոք սրտի չեն քննարկել այն մյուս պահանջագրի 11 կետերը, որ մենք բնականաբար պնդել ենք, որ այդ պահանջագրի 11 կետերի առնչությամբ ձեռնարկելու ենք բազմաթիվ քայլեր։ Այժմ օգտվելով նման հնարավորությունից մենք այսօր պետք է հանրահավաքի մասին հայտարարությամբ հանդես գայինք, բնականաբար մենք եւս 2-3 օր մեզ անհրաժեշտ է մեր արցախցի հայրենակիցների հետ, այն մտահոգ քաղաքացիների հետ հանդիպումներ կազմակերպել, հասկանալու համար այս ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը որն է, որից հետո խորհուրդը վերջնական հանդես կգա հայտարարությամբ։ Ինչ նախապայմաններ են առաջ քաշվել փոխվարչապետի կողմից, նախորդ անգամ ասել էին օրինակ վրանը հավաքեք, այդ դեպքում 1 ամսով կերկարացնենք աջակցության ծրագիրը, այս անգամ ինչ նախապայման է առաջ քաշվել։ Նախապայմանը եւս ուժի մեջ է իրենց կողմից, այսինքն նրանք պատրաստ չեն վրան կառավարություն բանակցությունների ընթացքի մեջ պահել։ Մենք կքննարկենք եւս 2-3 օր, որից հետո կհայտարարենք անելիքների մասով։ Այսինքն այս բանը շարունակվելու է վրանը մնալ այստեղ, քննարկումները այստեղ են շարունակվելու, բայց դուք ասացիք մի քանի կետերի վերաբերյալ եք, եզրեր գտել էլ, որոնց վերաբերյալ է եղել, որ կարողացել եք մի հայտարարի գալ։ Տեսեք, վրանը բնականաբար մնալու է այստեղ, դրա մասին խոսնել չի կարող, իսկ ինչ վերաբերվում է եզրերի մասով, մենք հստակ մեր դիրքորոշումն ասել ենք, որ սա միայն սոցիալական բաղադրիչ չէ։ Մենք խոսելու ենք հավաքական վերադարձի մասին, մենք խոսելու ենք գերիների մասին եւ այս մասով մեր պայքարը շարունակվելու է։ Ձևաչափը միգուցե կարող է փոխվել, բայց պայքարը շարունակվելու է։ Լավ, 2 ամիս հետո, երբ որ արդեն էլ չեն ֆինանսավորի, չեն տրամադրի 40+10, հետո ինչ է լինել։ Ցավոք սրտի կառավարության որոշած որոշումները իրենք պատրաստ չեն չեղարկելու, այո, եւ հուլիսի 1-ից գործելու է մեկ այլ ծրագիր 18-ից 63 տարեկան անձինք չեն օգտվելու որևէ աջակցության ծրագրից, իհարկե մենք ներկայացրել ենք բացթողումները, որ նույն ուսանողության շրջանում ասենք, որ 18 տարեկան ուսանողները մինչև 22 տարեկան սովորելու են, իսկ ինչպես կարող են իրենք ապրել, իրենց կողմից եղել է այն պնդումը, որ ուսանողները կարող են եւ աշխատել զուգահեռ, բայց հակադարձելով, որ նույն ուսանողը ապրում է Իջևանում եւ այնտեղ եւս վարձով է ապրում եւ հայտնվելով սովորելով Երևանում եւս պետք է մեկ բնակվարձի մասին մտածել, իրենք ընդունել են, որ կան բազմաթիվ բացթողումներ։ Այդ մասով կառուցողական է եղել, որ կարող են քննարկել։ Ցավոք սրտի եւս մեկ անգամ շեշտում եմ, որ քննարկումների անելու համար բավականին ուշ է արդեն։ Կառավարության կողմից չբեկանվող որոշումները մեծ վտանգի առաջ են կանգնեցնելու արցախցիներին։ Բայց դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ անփոփոխ է, բայց չեք կարծում, որ նաև ձեր կողմից է ուշացում եղել, քանի որ 2024 թվականին իսկ արդեն հայտնի էր, որ այս ծրագիրը գործելու է մինչև ապրիլ ամիսը եւ մայիս ամսից արդեն իսկ չի գործելու, մինչև այդ քայլեր չէիք ձեռնարկել։ Տեսեք, ձեռնարկել ենք նախկինում հունվարի 15-ին եւս գրավոր մեր առաջարկություններն են կառավարությանը ներկայացրել։ Դուք գիտեք խորհրդի մասին, դա նախաձեռնություն է, այստեղ անհատներ են, ովքեր սրտացավ են, տարբեր մարդիկ համախմբվել ենք մեկ գաղափար
գաղափարի շուրջ եւ փորձելու ենք բոլոր արցախցիներին հուզող հարցերին լուծում տալ։